Ամփոփումը, տեսեք, ես ըստ էության ամփոփումից սկսեցի։ Մեր կարծիքով այս ընտրախախտումների մակարդակը իսկապես անթույլատրելի էր եւ որոշակի կազմակերպված միտում ուներ, մասնապես մի քանի տեսակ ասեմ ձեզ, որոնք իրենց համադրության մեջ մեզ եզրակացություն են բերում։ Կուտակումները բազմաթիվ բնակավայրերում, հիմնականում Խոյ համայնքի գյուղական բնակավայրերում, ընտրատեղամասերի դեմ կուտակումներ էին, ընդ որում որպես կանոն կուտակված են նույն արտաքինով մարդիկ։ Մոտավորապես միջին տարի, երիտասարդից միջին տարիքի տղամարդիկ, սպորտային համազգեստներով կամ սև բաճկոններով եւ այլն, շատ իրար նման էլի, նայում ես մարդկանց, ոնց որ բոլորը նույն ընտանիքից լինեն, 30 հոգի, 40 հոգի, մոտենում ես իրանց, ասես ինչ եք ստեղ կուտակված, ասում են մեր գյուղն է, միշտ ստեղ ենք հավաքվում։ Իրանց սկսում ես բացատրել, որ այսօր ընտրությունների օր է։ Իդեպ ես ես ասեմ, որ հանուն արդարության ոստիկանությունը մեր օրդորներով պարբերաբար միջամտում էր եւ փորձում էր այդ կուտակումները ցրել, բայց ասենք նայած հետո երբ որ ոստիկանությունը դա անում էր, այդ կուտակումները ինչ որ ժամանակ հետո էլ սկսում են վերականգնվել ու մի հատ պարադոքս կար, որ ես ինքս եմ արձանագրել, մեր օրենսդրության մեջ արգելված է 50 մետրից մինչև 50 մետր ընտրատարածքի դիմացից մինչև 50 մետր կուտակում անել, հա։ Ուրեմն Խոյ համայնքում շատ բնակավայրերում ընտրատարածքները նենց էին կազմակերպված, որ այդ կուտակումը կարող լիներ, ասենք, ոչ թե 50 մետրում, այլ 70 մետրում կամ 80 մետրում, բայց ինքը միևնույնն է փակում էր ընտրատարածք տանող հիմնական ճանապարհը, որովհետև գյուղական բնակավայրը, ասենք, մշակույթի տունը կամ դպրոցը մի հատ ճանապարհ է այդտեղ գնում, այդ մարդիկ այդ ճանապարհի վրա կանգնում են, անցող դարձողներին ասում են, թե ինչպես իրանք պետք է ընտրեն, դատելով ընտրությունների արդյունքներից 59% քաղաքացիական պայմանագիր մոտավորապես նույն բանն են ասում, իհարկե որոշ դեպքերում նաև ուրիշ ուժեր են աջակցել, բայց հիմնականում քաղաքացիական պայմանագիր։ Եվ սա խնդիրը նրանում է, որ օրենսդրությունը ոչ մի պատասխանատվություն առանձնապես դրա համար չի նախատեսում, այսինքն գրած է ընտրական օրենսգրքում, որ կուտակումներ չպետք է լինեն, բայց երբ որ իրանք կան, այդ մարդիկ կուտակվողները նույնիսկ վարչական պատասխանատվության չեն ենթարկվում, առավելագույնը որ տեղի ունենում, ոստիկանությունը գալիս է իրենց հորդորում չկուտակվել, այդ մեկ։ Երկրորդը, բաց քվեարկությունը եւ ուղղորդված քվեարկությունը այս ընտրությունների ժամանակ եւ մենք ունենք համեմատության որոշակի, հա, եզր դա Գյումրի եւ Փարաքարի ընտրությունները։ Էապես ավելի բարձր մակարդակ ուներ։ Մանավանդ նորից եմ կրկնում Խոյ համայնքում, երբ որ մեծ թվով տարեց ընտրողներ ունակ գալիս են ինչ որ մեկի ուղեկցությամբ։ Շատ հաճախ այդ ինչ որ մեկը պարբերաբար գնում գալիս է, եթե դիտորդները իդեպ գիտեք, չէ՞ որ մենակ մի անգամ կարող է մարդը ինչ որ մեկին աջակցի։ Երբ որ երկրորդ անգամ այդ մարդը հայտնվում էր, Փառք Աստծո, մեր դիտորդները ստիպում էին, որպեսզի ընտրական հանձնաժողովները արգելեին իրանց երկրորդ անգամ մուտք դրա տեղամաս, բայց շատերն են եղել, որ փորձել են դա անեն, պարբերաբար ընտրողներ տանեն, բերեն եւ այլն, եւ իրանց կարծիքի վրա ներգործեն։ Բաց քվեարկության դեպքեր մարդիկ մոտենում են պարզապես ու տառացիորեն ցեզ ասում են, մեր աչքի առաջ է տեղում, մոտենում են, ասում են 8 հատ ընտրող բանը, չէ, քվեաթեթ կա դրանց։ Մոտենում ասում են, մեզ են 8-ը մի տվեք, մեզ 7-րդ համարը տվեք հերիքա։ Մեր աչքի առաջ տեղ ունեցած բան, այսինքն իրենց մեկ ինչ որ մեկը դա ասել է, որ գնացեք 7-րդ համարը վերցեք։ Այս բոլորը միասին վերցած եւ այն արդյունքը, որը մենք ստացել ենք նաեւ Խոյ նախկին համայնքում, ցույց են տալիս, որ դրանք որոշակի փոխկապակցվածություն ունեն եւ մենք հորդորում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մեր ներկայացած բոլոր խախտումները, իսկ մենք մանրամասն զեկույցով կներկայացնենք շատ դեպքերում ստեղ էլ կային արդեն ընտրատեղամասերի համարները, որ դեռ ունեցել եւ այդ օրվա ընթացքում մենք նաեւ 70-ից ավելի տեսանյութ ենք հրապարակել, ել ավելին ունենք։ Այդ ամենը մենք կհրապարակենք, հղումներով կտրամադրենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որոշ դեպքերում կդիտարկենք նաև դատախազության տրամադրել, որտեղ որոշ դեպքեր նաև ուղիղ քրեական պատասխանատվություն են ենթադրում, այդ բոլորը միասին բնականաբար պետք է համապատասխան իրավական գնահատական ստանան։ Այդքանը թերևս որպես միջանկյալ ամփոփում, բայց պատրաստ ենք բնականաբար պատասխանել ձեր հարցերին, խնդրենք հարցը տալուց ասեք ու մեկ տալի հարցը, հա։ Ով կպատասխանի։ Փաստորեն այս